Բարի գալու Civilnet, մինչ հարցազրույցին անցնելը, խնդրում ենք ձեզ հավանել այս տեսանյութը, տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել donate կոճակը, ինչպես նաև շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն իսկ միացել են Civilnet-ին աջակցողների համայնքին։ Եվ ես ներկայացնում եմ հյուրին, փաստաբան Վարազդատ Հարությունյան։ Բարև ձեզ։ Բարև։ Պարոն Հարությունյան, մենք ձեզ հետ խոսելու ենք այսպես բավական աղմուկ բարձրացած գործի մասին, որ խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ծավալվող կամ կոմբինատի բաժնեմասերի վերաբերյալ այսպես հարուցած քրեական գործի մասին է, որի շրջանակներում անցնում է ձեր պաշտպանյալներից մեկը, խոսքը Կարեն Հակոբյանի մասին է, Մաքուր երկաթ ընկերության տնօրեն, Վայե Հակոբյանի եղբայրը նաև ուրեմն վերածնվող Հայաստան կուսակցության նախագահ վերջերս դուք հայտարարություն եք արել ասելով որ ոնց որ քրեական գործի նախաքննությունը իր մասով ավարտվել է դուք ուսումնասիրել եք ամբողջ նյութերը եւ գեթ 1 ապացույց չեք գտել Վայե Հակոբյանի մեղսագրվող արարքների վերաբերյալ այդ դեպքում ինչու են ակալանքի տակ եթե չեք գտել այո կալանավորման մեջ եթե չեք գտել եւ բայց իշխանության կողմից պնդվում է հակառակը, որ ԶՊՄԿ-ի 25% բաժնեմասերի, այսպես Միքայել Մինասյանի կողմից առնել, վերցնել, չգիտեմ, սեփականաշնորհել եւ այլնի վերաբերյալ դրա մեջ մասնակցություն է ունեցել նաեւ Կարեն Հակոբյանը։ Շատ լավ, շնորհակալություն։ Նախ երկու բառով ասեմ ով է Կարեն Հակոբյանը, հետո անդրադառնամ կալանքի պատմությանը եւ գործի մանրամասներին։ Կարեն Հակոբյանը հանդիսանում է ուրեմն գործարար, պրոֆեսիոնալ մենեջեր, ղեկավարել է Մաքուր երկաթ գործարանը, ելի ընկերություններ է ղեկավարել, պրոֆեսիոնալ կառավարիչ է, ընտանիքի ուրեմն հայր, երբեք նախկինում չարատավորված, որովե քաղաքական կամ պետական ուրեմն պաշտոններ չզբաղեցրած անձնավորություն եւ հանդիսանում է Վահե Հակոբյանի եղբայրը։ Կարեն Հակոբյանը նախորդ տարվա սեպտեմբերի 20-ից գտնվում է ապօրինի անազատության մեջ, կալանքի մեջ։ Իր մասով եւ այլ անձանց մասով քննվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի հետ խնդրու առարկա 25% բաժնեմասնակցության ձեռքբերման վաճառքի ուրեմն հարցը եւ այդ ամբողջ ընթացքում Կարեն Հակոբյանին կալանքի տակ պահելու միակ ֆորմալ պատճառաբանությունը այն էր, որ Կարեն Հակոբյանը հայտնվելով ազատության մեջ, նույնիսկ տնային կալանքի մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը, ազդելով վկաների վրա։ Մեզ համար խիստ զարմանալի է դիրքորոշումը, այդպես էլ մնաց չպարզաբանված կալանքի 6 ամիսների ընթացքում, ինչու որովհետև գործի ամբողջ քննության ընթացքում գեթ 1 հարցաքննված վկա Կարեն Հակոբյանին վերաբերելի որևէ ցուցմունք չի տվել։ Իսկ Կարեն Հակոբյանը մեղադրվում է այն բանի համար, այսպես հակիրճ ներկայացնեմ, որ ի պաշտոնե իմանալով, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի խնդրու առարկա 25% բաժնեմասնակցությունը ձեռք է բերվել մի ընկերության կողմից, որը ըստ նախաքննություն իրականացնող մարմնի իբրև թե կապվում է Սուրբ Աթոռում նախկին ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ, իմանալով այդ հանգամանքի մասին, այնուամենայնիվ ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի 12.5% բաժնեմասնակցություն ընկերության մեջ 20%։ Դա մաթեմատիկական առումով անում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի 2.5%։ Եվ մեղադրանքեր առաջադրել ինչ որ մի կերպ մասնակցություն է ունեցել այդ գործարքին, այսպես ասած։ Ինչ որ մի կերպ մասնակցություն է ունեցել։ Մեղադրանքը փողերի լվացման հանցակազմով է առաջադրված եղել ի սկզբանե։ Փողերի լվացման հանցակազմը ունի օբյեկտիվ կողմի, այսինքն արարքի փաստացի իրագործման մի քանի եղանակներ։ Այդ թվում հանցավոր ծագում ունեցող գույքը ձեռք բերել, տիրապետել, օգտագործելը։ Եվ նախաքննություն իրականացնող մարմինն ինչ է ասում։ Ասում է, որ հանցավոր ծագում ունեցող գույքը տվյալ պարագայում հանդիսանում է ԶՊՄԿ-ում մասնակցություն ունեցող Stardust ընկերության բաժնե տոմսերը, որի 20%-ը ձեռք է բերել Կարեն Հակոբյանը, բայց փողերի լվացման հանցակազմի մեջ ձեռք բերելն ինքնին չի համարվում փողերի լվացում,
փողերի լվացումը համարվում իմանալով, որ դա ունի հանցավոր ծագում ձեռք բերելը։ Հիմա ասում ենք ընկերներ, դե ապացուցեք, հիմնավորեք, որ Կարեն Հակոբյանը իմացել է, որ իբրև թե այդ բաժնե տոմսերը ունեցել են հանցավոր ծագում։ Դե դες կարող են հարցնել, եթե նա ձեռք էր բերել այդ բաժնե տոմսերը, չի իմացել դրան ծագումնաբանությունը։ Բանն այն է, որ բաժնե տոմսերը ձեռք է բերել լրիվ երրորդ անձից, որի անունազգանունը Միքայել Մինասյան չի։ Ընդ որում, այդտեղ շատ կարևոր հանգամանք կա։ Այս հանցակազմը ենթադրում է ուղղակի դիտավորություն։ Այսինքն պետք է հստակ հիմնավորել, որ անձը իմացել է այդ գործարքի նախորդող ուրեմն իրադարձությունները, որովհետև հակառակ պարագայում, պարոն Մղդեսյան, կստացվի, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած նման կորպորատիվ գործարք, երբ որևէ մեկը գնում է պայմանական ընկերության որևէ բաժնեմաս կամ բաժնետոմս, կարող է հայտնվել Կարեն Հակոբյանի կարգավիճակում։ Ինչու, որովհետև կարող են իրեն տանել կալանավորել, առաջադրել մեղադրանք եւ ընդհանրապես չունենալ գեթ մեկ ապացույց, որ այդ անձնավորությունը այդ բաժնետոմսի կամ բաժնեմասի նախորդ կենսագրությունը իմացել է։ Իդեպ սրա մասին շատ փաստաբաններ, նաև իրավաբաններ զգուշացնում են երևույթի մասին, ես նկատի ունեմ, զգուշացնում են, երբ ներդրվում էր ապօրինի ակտիվների հետ վերադարձի այս մեխանիզմը եւ գործընթացը եւ ասում էին, որ շատ այսպես օրինակ ինչ որ մի գործարար կարող է գալ եւ ձեռք բերել Հայաստանում որևէ ակտիվ եւ պարզվի, որ այդ ակտիվը, չգիտեմ, 15 տարի առաջ որևէ խնդրահարույց ծագումնաբանություն է ունեցել կամ մի տեր է ունեցել, խնդրահարույց սեփականատեր է ունեցել եւ այդ մարդը հայտնվի փաստի առաջ, կամ այդ ակտիվները պետքա ձեռքից վերցվեն այդ մարդու կամ հետ վերադարձվեն, ինչպես պետք է լուծվի նրա գումարների հարցը, հայտնվի որոշակի իրավական քաշքշուկներում եւ այլ եւ այլ։ Սա ինչ որ դրա հետ կապ ունեցող գործընթաց է։ Բնավ կապ չունեցող գործընթաց է, որովհետև ձեր կողմից նշված ինստիտուտը քաղաքացիական պատասխանատվություն ենթադրող ինստիտուտ է։ Այդ ինստիտուտի շրջանակներում մարդուն չեն տանում ամիսներով փակում կալանավայրում եւ զբաղվում ոչ թե նախաքննությամբ այդ մարդու մասով, այլ ամեն ինչով բացի այդ մարդուն վերագրված մեղքը ապացուցելուն ուղղված գործողություններով։ Ես մի փոքր էլ մանրամասնեմ, պարոն Մղդեսյան, տեսեք։ Երևի թե հանրային հեռուստաընկերությունով այդ 3 հերարցակված ռեպորտաժը։ Այո, մեծ տեսանյութ էր պատրաստվել դրա Ինչա ասում նախաքննություն իրականացնող մարմինը։ Ասում է 2017 թվականին ԶՊՄԿ-ն կնքել է սթրիմինգային գործարք։ Եկեք բացատրենք ինչ է նշանակում սթրիմինգային գործարքը։ Սթրիմինգային գործարք արտասահմանյան ընկերության հետ, սթրիմինգային գործարքի շրջանակներում պարոն Մղդեսյան հանքանյութ վաճառող ընկերությունը պարտավորվում է սթրիմինգային գործարքի մյուս կողմին գնող ընկերությանը որպես կանոն այդ հանքի շահագործման ամբողջ կյանքի ընթացքում, դրա համար կոչվում է life of mine ընթացքում, որոշակի ֆիքսված գնով, որը դիսկոնտավորված գին է, վաճառել հանքանյութ։ Հիմա ԶՊՄԿ-ն այդ սթրիմինգային գործարքը կնքել է արտասահմանյան սթրիմինգային ընկերության հետ, որպեսզի լուծի իր առջև ծագած ֆինանսական խնդիրները։ Դա միջազգային պրակտիկայում, նաև Հայաստանում արդեն մինչև ԶՊՄԿ-ն ամուսարն է կնքել առաջին սթրիմինգային գործարքը, որի մասին ֆինանսական բաց հաշվետվություններում կա, եթե չեմ սխալվում, 85% կամ 80% դիսկոնտով։ Այսինքն պայմանական 6000 տոննա արժի 1 տոննայի արժեքը շուկայում, սթրիմինգային գործարքը կնքվում է $2000, որը հնարավորություն է տալիս այդ պահին գործարքի մյուս կողմից գնող ընկերությունից ստանալ մեծ թվով կանխավճար, ավելի մի քանի տարվա ուրեմն մատակարարման չափի հասնող կանխավճար եւ այդ պահին լուծել իր ֆինանսական խնդիրները։ Ինչու սուղ վիճակից դուրս գալ։ Ինչու, այո, որովհետեւ բանկերը չեն վարկավորել, այդ պահին ԶՊՄԿ-ն ունեցել է վարկային պարտավորություններ եվրոպական բանկերի կոնսորցիումի։ Այս պայմանագիրը նաև սթրիմինգային պայմանագիրը համաձայնեցրել է այդ եվրոպական բանկերի կոնսորցիումի հետ, որովհետև իր վարկային պայմանագրով եվրոպական բանկերի հետ ունեցել է հատուկ կովենանտ, որ պիտի այդպիսի գործարքները համաձայնեցնի։ Նույնիսկ եվրոպական բանկերը տվել են հավանություն, պարզ հասկանալով, որ դա ընկերության ֆինանսական վիճակը փրկելու միակ ուրեմն խելամիտ ճանապարհն է,
կնքվել է 2017-ին սթրիմինգային պայմանագիրը, վերցրել են մեծ կանխավճարը, լուծել են ֆինանսական խնդիրները եւ դրանից 2 տարի հետո 2019 թվականին, երբ միջազգային բորսաներում տվյալ հանքանյութի մոլիբդենի գինը ավելի է բարձրացել, լուծել է ԶՊՄԿ-ն սթրիմինգային պայմանագրերը, վճարելով տուգանք, բայց հաշվարկելով, որ նույնիսկ այդ տուգանքը վճարելու պայմաններում պայմանագիրը սթրիմինգային լուծելը ավելի ձեռնտու է, որովհետև իրենք այնպիսի բարձր գներով կծախեն, որ կլուծեն իրանց խնդիրները եւ տուգանքի վճարումն էլ չի առաջացնի իրանց մոտ ֆինանսական խնդիրներ։ Հիմա նախաքննություն իրականացնող մարմինը կամ չի ուզում հասկանա այս ֆինանսական, այսպես Հայաստանի համար մի քիչ երևի խորտ, բայց միջազգային ուրեմն պրակտիկայում լայն կիրառում ունեցող այս հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելու գործիքի առանձնահատկությունները կամ ձեռք չի տալիս, որպեսզի հասկանա։ Ավելին, Կարեն Հակոբյանը այս գործարքների մասով ունեցել է 0 մասնակցություն։ Պայմանագիրը կնքվել է ԶՊՄԿ-ի ուրեմն խորհրդի ուրեմն որոշմամբ, որի անդամ չի եղել Կարեն Հակոբյանը, պայմանագիրը լուծելիս 2019 թվականին Կարեն Հակոբյանը եղել է Մաքուր Երկաթ գործարանի տնօրենը, իսկ Մաքուր Երկաթն էլ որպես ընկերություն իր հերթին ունեցել է բաժնեմասնակցություն ԶՊՄԿ-ում։ Եվ ընդհանուր ժողովին Կարեն Հակոբյանը մասնակցել է որպես Մաքուր Երկաթի տնօրեն, ի պաշտոն է։ Իսկ պայմանագիր լուծելը որոշված է եղել գերմանացի ուրեմն ներդրողների Քրոնիմեդ հայտնի ուրեմն կապիտալի ընտանիքի կողմից, ընկերության կողմից, որը մեծ բաժնետերն է եղել ԶՊՄԿ-ի։ Այսինքն Կարեն Հակոբյանը որևէ ներգործություն, որևէ մասնակցություն այդ մասով չի ունեցել։ Որից հետո ԶՊՄԿ-ի մյուս բաժնետեր 12.5% բաժնետեր հանդիսացող Stardust ընկերությունը, որը իր հերթին ունեցել է դուստր ընկերություն AMP Holding-ը, որը զբաղվել է այդ մոլիբդենի ուրեմն վերամշակմամբ, ստանալով վերջնական պատրաստի հումք, այդ ընկերությունը նույնպես խնդիրներ է ունեցել ֆինանսական եւ Կարեն Հակոբյանին գերմանացի ներդրողների առաջարկությամբ ԶՊՄԿ-ի բաժնետեր գերմանացի ներդրողների առաջարկությամբ առաջարկ արվել որպես լավ կառավարիչ, որ Մաքուր Երկաթ գործարանը լավ կառավարող եւ գործից հասկացող մարդ ձեռք բերել Stardust ընկերությունում 20% մասնակցություն եւ զբաղեցնել Stardust-ին պատկանող AMP Holding-ի ստրատեգիկ տնօրենի, ռազմավարական զարգացման գծով տնօրենի պաշտոնը, որպեսզի փորձի այդ ընկերության, այդ գործարանի ֆինանսական վիճակները, ֆինանսական ցուցանիշները լավացնել, որտեղ ունեցել են խնդիրներ։ Ձեռք է բերել այսպես բաժնետ կոչվում է management buyout, երևի հայաստանյան ուրեմն գործարաշրջանակներին աշխատակիցների բաժնետիրացման, այսպիսի գաղափար գոյություն ունի, նաև բաժնետիրական ընկերությունների մասին։ Այո, հիմա դա անգամ IT-ում է կիրառվում, մարդկանց բաժնետմաս են տալիս, որ շահագրգռեն։ Անվանական արժեքով, շատ կարևոր է, անվանական արժեքով տրամադրվում է, ուրեմն օտարվում է աշխատակցին, լավ մենեջերին, որոշակի բաժնեմասնակցություն, որպես հավելյալ խրախուսման գործիք եւ խնդիր է դրվում ուրեմն ավելի լավ աշխատել, ավելի շատ նվիրվել եւ այլն եւ այլն։ Այս պրոյեկտի շրջանակներում Կարեն Հակոբյանին վաճառվել է այդ 20% բաժնեմասնակցությունը։ Հիմա այս ամբողջ իրողությանը նախաքննություն իրականացնող մարմինը հաղորդում է այլ տեսք։ Ասում է, չէ, Կարեն Հակոբյանը իմացել է, որ Stardust-ի 20% բաժնեմասերը, որոնք պատկանում են ինչ-որ անհայտ անուն ազգանուն ունեցող մարդու, այսինքն հարության անհայտ, իրականում այդ մարդուց որ ձեռք է բերել, այդ մարդը իրականում եղել է մեկ ուրիշի մարդը, այդ մեկ ուրիշն էլ եղել է Միքայել Մինասյանի մարդը։ Հիմա ասում ենք, լավ, կարաք հիմնավորեք, խնդրում եմ, գոնե մեկ ապացույց, բոլորի հեռախոսները վերցրել են, բոլորի այդ գադջետները վերցրել են, զննություն են արել ամենավերջին ձևերով, որևէ կապ չեն հայտնաբերել։ Չկա գեթ 1 ուրեմն ցուցմունք, որ հա Կարեն Հակոբյանը այսինչի մասին իմացել է, կամ այդ սթրիմինգային գործարքների մասին է իմացել, կամ իմացել է սթրիմինգային գործարքները ում հետ են կնքվում, այդ փողը ուր է գնում, այդ գնացած փողը որտեղից գալիս է, ինչ բաժնեմաս է ձեռք բերվում։ Կարեն Հակոբյանը ընդհանրապես այս մասով ներգրաված չի եղել եւ ընդհանրապես չի ունեցել որևէ մասնակցություն։ Հիմա այ նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ազգային ժողովի падգամավոր Աննա Գրիգորյանի հարցինի պատասխան Անիֆի հայտնի այդ հետքի հրապարակած աղմկահարույց դեպքի Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին, որը հանդիսանում էր մի ընկերության տնօրեն, որն իր հերթին որում ներդրում է կատարել Անիֆը։ Առանձնապես խոշոր ջամերի չափերի ներդրումներ է կատարվել, հետո այդ գումարները մսխվել են, ինչ պատասխանեց։ Ասես դա լավ ժանր չի։ Այսի սրանն է իմացել, նա նրան է իմացել, եկեք չընկնենք ենթադրությունների գիրկը։ Ողջունելի է, որ օդում կախված լուրեր խորագրի հեղինակ քաղաքական գործիչ եւ այժմ պետական գործիչ Նիկոլ Փաշինյանը ի վերջո հասկացել է, որ այդ օդում կախված լուրեր, ենթադրություններ ժանրը լավ ժանր չի։ Բայց երբ այդ ժանրը մտնում է քրեաիրավական ասպեկտ եւ այդ ենթադրությունների հիման վրա մարդուն մեղադրում են ծանր հանցագործության մեջ, դեռ մի բան էլ 6 ամիս իր ընտանիքից ու գործից կտրում են, տանում են կալանավայր, զրկելով ազատությունից, դա ոչ թե վատ ժանր է, այլ դա անձին ապօրինի ազատությունից զրկել է։ Հասկանալի է, սթրիմինգային գործարքների հետ կապված ես հիշում եմ մի դեպք էլ եղավ ԶՊՄԿ-ի հետ կապված, որ նախկին տնօրենին, եթե չեմ սխալվում, սթրիմինգային գործարքների վերաբերյալ ներգրավեցին էլի քրեական որոշակի վարույթների եւ գործընթացների մեջ, բայց նա վճարեց բավական մեծ գումար, այսինքն վերադարձրեց այն գումարը կամ ենթադրյալ այն վնասը, որը պատճառել էր ԶՊՄԿ-ին։ Այս դեպքում ինչու մի դեպքում սա պետք է աշխատի, մյուս դեպքում չաշխատի։ Խոսքը Մհեր Պալասկովի մասին է, ով Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործանի տնօրենն է եղել 2000 միլիարդ, 30 միլիոն դոլար, եթե չեմ սխալվում, 2019 թվականից այս գործը, որի շրջանակներում այդ թվում Կարեն Հակոբյանին են ներգրավել որպես մեղադրյալ, քննվում է դեռևս 2019 թվականից։ 2019 թվականին ըստ նախաքննություն իրականացնող մարմնի մեղադրանքը վերաբերվում էր Մհեր Պալասկովին եւ վերաբերվում էր հարկերից խուսափելուն։ Նույն փաստական հանգամանքներն են։ Մհեր Պալասկովը 30 միլիոն դոլար վճարելուց հետո 3-4 տարի հետո նախաքննություն իրականացնող մարմինը որոշում է այդ նույն գործի շրջանակներում կատարվածին տա այլ որակում փողերի լվացում։ Եվ այս անգամ արդեն մեղադրյալը ներգրավում Կարեն Հակոբյանի, Նարեկ Անբանյանի, մյուսներին։ Հիմա հարց է ծագում։ Այդ նույն գործի շրջանակներում, եթե դուք այդ գործի շրջանակներում արդեն տվել եք քրեաիրավական որակում եւ գնահատական, եւ այդ գնահատականի շրջանակներում ներգրավել եք վերականգնել եք եղել է հարկերից խուսափում։ Բա այդ ոնց դարավ փողերի լվացում։ Մյուս հարցը Բավարը 2019 թվականից այս գործը քննում եք։ Այս փաստական հանգամանքները ձեզ հայտնի են 2019 թվականից առնվազն։ Այդ ոնց որոշեցիք, որ 2024 թվականից հետո Կարեն Հակոբյանը ինչ որ մեկին պիտի խոչընդոտի, որ հանկարծ իր վերաբերյալ ցուցմունք չտան։ Երրորդ հարցն է առաջանում։ Լավ, Կարեն Հակոբյանին տարել եք 2024 թվականի սեպտեմբերի 20-ից կալանավայր։ Զրկել եք իրան ընտանիքից, աշխատանքից, մնացածից։ Շուրջ 6 ամիս, 5 ամիս տևած նախաքննության ընթացքում գեթ 1 վկա, գեթ 1 ապացույց, գեթ մի ցուցմունք, որ Կարեն Հակոբյանին ընդհանրապես վերաբերվի, նախաքննություն իրականացնող մարմինը ձեռք չի բերել։ Չկա մի վկա, որի ցուցմունքները Կարեն Հակոբյանի ցուցմունքների հետ հակասության մեջ լիներ։ Հակառակ պարագայում պիտի առերես հարցաքննություն իրականացներ քննչական մարմինը։ Նախորդ ուրեմն կալանքի երկարացման նիստին, երբ մենք հարց տվեցինք, նույն հարցը, որ հարգելի գործընկերներ, քննիչներ, այ ինչի՞ց է հետևում, ինչպես է հիմնավորվում, որ Կարեն Հակոբյանը այդ Stardust ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու ժամանակ իմացել է դրանց նախորդիվ հանցավոր ծագումը։ Մեզ գիտեք ինչ պատասխանեցին։ Ասին դե ոնց կարող է չիմանալ։ Այսինքն ենթադրություն։ Շատ ուղիղ ասում եմ, ենթադրություն։ Այդ նախորդ դուք իսկապես պատասխանատու հայտարարում եք, որ գեթ մեկ ցուցմունք, մեկ փաստ, չգիտեմ, մեկ հիմնավոր ենթադրություն չկա, որ այս գործի ընթացքում կապվում է Կարեն Հակոբյանի ցուցմունք, գեթ 1 հիմնավոր ենթադրություն, այլ ապացույց, թվային զննության արդյունքներ, հեռախոսների, համակարգիչներ, փաստաթղթեր, չկա գեթ 1 ապացույց, որ հիմնավորում է, որ Կարեն Հակոբյանը այդ բաժնե տոմսերը ձեռք է բերել
իմանալով դրանց հանցավոր ծագման վերաբերյալ։ Այդ դեպքում դատարանը ինչու է երկարացրել կալանքը։ Դատարանը երկարացրել է քննչական բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը ամեն անգամ բավարարել է քննչական մարմնի խոստումներից ելնելով, որ այ մենք ամենաակտիվ փուլում ենք, այ հեսա այնպիսի ցուցմունքներ ենք ուրեմն ստանալու, այնպիսի վկաներ ենք հարցաքննելու, որոնք գալու են Կարեն Հակոբյանի մեղքը հիմնավորող ուրեմն մեզ վկայություններ տան, որ Կարեն Հակոբյանը իմացել է։ Ամեն անգամ դրա համար երկարացվել է, ենթադրում եմ հասկանալով քննչական մարմինը, որ հայտնվել է փակուղում, ստիպված այս մասով գործի նախաքննության ավարտը հայտարարել եւ ուղարկել է դատարան։ Ընդ որում ես այս հարցազրույցի շրջանակներում բոլոր այն պնդումները, որը անում եմ, այս պնդումները այնպես չի, որ փակ դատավարության շրջանակներում են քննարկման առարկա դառնալու։ Դրանք վաղվանից մեկնարկող դատալսումների ժամանակ բաց հրապարակային ուրեմն քննության եւ քննարկման առարկա են դառնալու եւ ես հուսով եմ նույն հանրային հեռուստաընկերությունը կգա եւ ակտիվ կլուսաբանի այդ դատական process-ները, որոնց արդյունքում մենք ուղղակի ցույց ենք տալու, որ մեղադրանքը սնանկ է ու մերկ։ Իսկապես չկա որևէ ապացույց եւ իսկապես Կարեն Հակոբյանը հանդիսանում է մարդ, ով ունի լավ կառավարչական հմտություններ, ոլորտային գիտելիքներ, նաև մոլիբդենի ձուլման, հանքանյութերի վերջնական հումք ստանալու, դրանց ֆինանսական կառավարման ու դրա համար զբաղեցրել է Մաքուր Երկաթ ընկերության տնօրենի պաշտոնը, գերմանացիների ԶՊՄԿ-ից դուրս գալու այդ բաժնեմասնակցությունը ռուսներին օտարելուց հետո Կարեն Հակոբյանը միևնույնն է մնացել է նույն գերմանացիներին պատկանող Մաքուր Երկաթ գործարանի տնօրեն, այս տարիների ընթացքում 20 միլիոն դոլարից ավել ներդրումներ է ներգրավել որպես կառավարիչ գերմանական կապիտալի տեսքով եւ գործարանի ֆինանսական ցուցանիշները իսկապես լավ մակարդակի ապահ է, բայց ցավոք Կարեն Հակոբյանին կալանավորելուց հետո իմ տեղեկություններով մոտ 200 աշխատակից արդեն կրճատվել է այդ գործարանը ունի լուրջ ուրեմն այսպես մարտահրավերներ ասեմ, խնդիրներ չասեմ եւ նաեւ իմ տեղեկություններով գերմանացի ներդրողները պատրաստվում են Մաքուր Երկաթ գործարանը վաճառել։ Լավ, այդ դեպքում իշխանությունից ձեզ հակադարձում են հետեւյալով եւ Նիկոլ Փաշինյանն է դրա մասին խոսում, ասում է, եթե չեմ սխալվում, մի անգամ ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասեց, դե ԶՊՄԿ-ում տեղի ունեցած թալանը մենք ապացուցեցինք եւ հիմա տեսնում ենք, որ արդեն այլ առիթներով ասել է, որ տեսնում ենք, թե ինչ մեծության եւ ինչ չափականակի հարկեր է վճարում ԶՊՄԿ-ն, նախկինում որքան էր վճարել եւ վերջին, չգիտեմ, 5-6 տարիների ընթացքում իսկապես շատ բարձր հարկեր են գնում ԶՊՄԿ-ից դեպի Հայաստանի պետական բյուջե եւ սա ներկայացվում է որպես ըստ էության կասկած հարուցող հանգամանք, թե նախկինում այդ գումարները այլ տեղ էին գնում եւ այլ մարդկանց գրպաններ, հիմա գնում են Հայաստանի Հանրապետության բյուջե։ Պարոն Մովսեսյան, ես ԶՊՄԿ-ի կողմից վճարվող հարկերի քրոնոլոգիային չեմ տիրապետում, բայց կան օբյեկտիվ տվյալներ եւ օբյեկտիվ իրականություն։ Այն որ 17 թվականին օրինակ, երբ որ նույն սթրիմինգային գործարքը ԶՊՄԿ-ն ստիպված կնքել է, 17 թվականին ֆինանսական վիճակը իսկապես վատ է եղել, որովհետեւ պղնձի գները ցածր էին։ Որովհետեւ պղնձի գները ցածր էին։ Հիմա պղնձի գները բարձրացել են, հետևաբար ավելի թանկով է վաճառվում, հետևաբար գալիս է ավելի շատ գումար շահույթի տեսքով, դրանից վճարվում է շահութարկ։ Ես ոնց ասեմ, նույն այդ սթրիմինգային գործարքի մասով, երբ որ քննչական մարմինը այսպես զարմանքով կամ դատախազը զարմանքով ասում է, այ ոնց կարելի է նման սթրիմինգային գործարք կնքել, էժան գնով պարտավորվել վաճառել երկար տարիներ հանքանյութը, ել եմ ասում, նույն ամուսարը նման գործարքի ուրեմն փորձ ունի։ Առաջին սթրիմինգային գործարքը Հայաստանի հանքարդյունաբերության շուկայում կնքել է ամուսարը։ Քննչական մարմինը դիտավորություն է այստեղ տեսնում, որ իրականում ավելի թանկ են վաճառել, բայց ձևակերպել են ավելի էժան։ Չէ, քննչական մարմինն ասում է, ինչ է էժան վաճառել։ Մենք էլ ասում ենք դա կորպորատիվ հարաբերություններ են, մասնավոր տնտեսական գործունեություն է, ու եթե դուք պատրաստվում եք բոլոր տնտեսվարող սուբյեկտների մասնավոր կորպորատիվ հարաբերությունների մեջ մտնեք,
նախ կորպորատիվ իրավունքի, կորպորատիվ կառավարման եւ կորպորատիվ ֆինանսների վերաբերյալ բարիեղեգ բավարար գիտելիքներ ստանաք, որովհետեւ օրինակ երեկվա ռեպորտաժին հարգելի դատախազը ասում էր, որ Կարեն Հակոբյանը հանդիսանում էր ԶՊՄԿ-ի բաժնետեր, այնինչ Կարեն Հակոբյանը ԶՊՄԿ-ի բաժնետեր չի հանդիսացել։ ԶՊՄԿ-ի բաժնետերը հանդիսացել Մաքուր Երկաթ գործարանը, որի տնօրենն է եղել Կարեն Հակոբյանը ընդամենը։ Այսինքն անձամբ ինքը չի անձամբ ինքը բաժնետեր չի եղել, իհարկե անձամբ ինքը եղել է Մաքուր Երկաթի տնօրեն, Մաքուր Երկաթն էլ որպես բաժնետեր ԶՊՄԿ-ում ներկայացրել է Մաքուր Երկաթի անունից կանոնադրության հիման վրա հանդես գալու իրավունք ունեցող տնօրենը Կարեն Հակոբյանը։ Բայց Մաքուր Երկաթը պատկանել է գերմանացիներին։ Հիմա նախ թող այդ գիտելիքներով զինվեն, որովհետև եթե իրանք որոշել են տնտեսվարող սուբյեկտներին չարչարեն իրենց մակերեսային, ուրեմն պատկերացումների հիման վրա բանարած ցակած հարցերով, դա Հայաստանի ներդրումային միջավայրի մասին հեչ լավ բան չի վկայում ու լավ բան չի գուշակում։ Եվ երկրորդ, դա նորմալ չի, երբ որ մասնավոր ընկերության, մասնավոր ֆինանսական գործարքների վերաբերյալ դատողություններ են անում դրա գիտելիքները չունեցող մարդիկ։ Ընդ որում հետաքրքիր բան ասեմ։ Էս էլ է շատ կարևոր, էլի, այ որպեսզի դիտավորության մասով հասկանանք։ Երբ որ կան ցուցմունքներ եւ կա դիրքորոշում, որ 17 թվականին ԶՊՄԿ-ն ֆինանսական վատ վիճակում է եղել, ասենք քննչական մարմինը գիտեք ում է կանչել հարցաքննել, որ բարձի ֆինանսական վիճակը վատ է եղել թե չէ։ Տեխնիկական գծով ինչ որ աշխատակցի։ Ասել տեղակ է ԶՊՄԿ-ն ֆինանսական խնդիրներ։ Ոչ ֆինանսական։ Հա, տեխնիկական գծով, ասենք ինժեներական բլոկի ինչ որ աշխատակցին է, ասել է իմ իմանալով բայց կարող է իրեն էլ է կանչել, մյուսներին էլ է իմ իմանալով չէ, մենք մեր աշխատավարձը ժամանակին ստացել ենք։ Այ թե ում չի կանչել քննչական մարմինը, որ պիտի կանչեր, դա արդեն դատալսումների ընթացքում ես հիմա չբացահայտեմ, մենք բան կանենք։ Դատալսումները սկսում են վաղը, ասացիք։ Այսինքն դատալսումների ես ճիշտ եմ հասկանում, սա վերջին եւ ճշտող հարցն է, հա։ Դատալսումների ընթացքում պետք է պարզ դառնա այս ներկայացված, այսինքն ավարտված քննչական գործընթացի կամ Կարեն Հակոբյանի մասով քրեական գործի, որն ուղարկվել է արդեն դատարան, դրա հիմնավորվածությունը։ Այո, դատանը պիտի որոշի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Կարեն Հակոբյանին եւ մյուսներին։ Ի վերջո հիմնավոր էր, թե հիմնավոր չէր։ Եվ այս մասով մեր խնդիրն է լինելու դատարանի համար էլ այս առաջին հայացքից բավականին դժվար խրթին թվացող կորպորատիվ իրավունքին, ֆինանսներին առնչվող հարցերը, այսպես մաս-մաս բացահայտել դատարանի առաջ, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա, եթե ունի օբյեկտիվորեն ճշմարտությունը բացահայտելու խնդիր, կարողանա բացահայտել։ Երկար դատականություն է սպասվում այս։ Ես ենթադրում եմ բավականին երկար, որովհետև գործի, եթե ճիշտ եմ հիշում, 60 հատորից բաղկացած գործի մասին ենք խոսում։ Իսկ այս ընթացքում դուք իրավունք ունեք իրավական տեսանկյունից միջնորդել, որպեսզի կալանքի ուրեմն խափանման միջոցը փոխվի։ Հենց առաջին դատական նիստին քննարկվելու է Կարեն Հակոբյանի խափանման միջոցի եւ մյուսների խափանման միջոցի փոփոխման հարցը եւ մենք հույս ունենք, որ դատարանը կգտնի եւ օբյեկտիվ կհամարի մեր այն դիրքորոշումը, որ հիմա նախաքննություն էիք անում, ուզում եք հիմնավորեիք Կարեն Հակոբյանի մեղքը, ըստ ձեզ հիմնավորել եք, դրա համար եք ուղարկել դատարան, հիմա էլ խոչընդոտելու որևէ ուրեմն մտավախություն օբյեկտիվորեն պիտի չունենա, ուրեմն Կարեն Հակոբյանի խափանման միջոցը փոխեք, անազատության հետ կապ չունեցող ուրեմն այլ խափանման միջոցով գնանք հանգիստ ըստ դատաքննությունը իրականացնենք։ Էլի մի հարց ցակեց։ Այսինքն հարց որն է, խնդիր, որը բարձրաձայնվում է եւ պարբերաբար հանրության շրջանում։ Տեսեք, ԶՊՄԿ-ն դա կարելի ասել ինչ որ առումով Հայաստանի յուկսն է։ Արժեքավոր ակտիվն է Հայաստանի Հանրապետության, ամենաթանկ ակտիվն է, մշտապես ամենաբարձր հարկեր գեներացվողներ, իհարկե նավթ չի դա, բայց այսպես ստրատեգիական նշանակության ամենակարևոր ուրեմն օբյեկտն է։ Այդ առումով եւ դրա շուրջ 2000-ական թվականներից գոնե պարբերաբար հյուսվել են տարբեր պատմություններ, պարբերաբար խոսվել են, պատմվել են, որ պատկանում է, որ հենց իշխանությունը փոխվում են բաժնետերերը, այսպիսի պատմություններ են եղել, իրականում պատկանում են օրվա իշխանություններին, ԶՊՄԿ-ն սկսել է պատկանել, նրանց գրպաններն է գումարներ գնացել եւ վերջը պետք է այնպես անել, որ այս գործարանը գործի անկախ եւ հանուն, չգիտեմ, սեփականատիրոջ շահերի եւ հանուն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի։ Չեք կարծում, որ սրա վերաբերյալ
շատ կարևոր է տալ հանրությանը համապարփակ բացատրություն։ Ինչ է եղել նախկինում եւ այստեղ իշխանությունները նաեւ անելիք ունեն։ Ինչ է կատարվում հիմա։ Բարի, իսկ կարելի է դա անել, ձեր ասած վարժությունը անել, առանց գործի ու թեմայի հետ կապ չունեցող, ընդհանրապես չարատավորված, հանցավոր անցյալ չունեցող, պրոֆեսիոնալ մասնագետ հանդիսացող, կառավարիչ հանդիսացող անձին կալանքի տակ պահելու, առանց դրա հնարավոր չի անել։ Պարոն Մղդեսյան, եթե դուք ասեք չէ հնարավոր չի, չէ, ես չեմ ասում ոչ մի բան։ Չէ, դուք չէ, իշխանությունները, եթե ասեն չէ հնարավոր չի, ես էլ հարց կտամ, բայց ոնց է ամեն դեպքում հարության շրջանում կուտակված հարցեր կան։ Ահա, այդ ոնց է լինում, որ նույն Անիֆի դեպքը, հա, վերցնենք, այնպես չի Անիֆը դարձել է, բան էսպես, բայց Անիֆի դեպքը։ Անիֆի մասով իբրև թե քննություն է գնում, այնտեղ շոշափվում է Անիֆի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի անունը, ով հիմա էլ բարձր պաշտոն է զբաղեցնում Երևանի քաղաքապետն է։ Մնացած բոլորը եղել են Անիֆում իր աշխատակիցներ, իր ենթակայության տակ գործող անձինք են եղել։ Գետ մեկ կալանավորված անձ չկա ու քննչական մարմինը խոչընդոտման որևէ ռիսկ չի տեսնում։ Նորմալ չի, չէ՞։ Բայց եթե այնտեղ ենթադրությունների հիման վրա է աստ Նիկոլ Փաշինյանի, ստեղ էլ է ենթադրությունների հիման վրա։ Հասկացա, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիվիլյանտի տաղավարում ես զրուցացի փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։